Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա, նրան դիմավորել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայել Գալուզինը։ Պուտինը եւ Փաշինյանը այսօրվա բանակցությունների ընթացքում անհատական քննարկում կունենան, հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այնուհետև երկու առաջնորդները կշարունակեն իրենց անհատական քննարկումները աշխատանքային նախաճաշի ընթացքում։ Սրբույի Գալյանի գլխավորությամբ տեղի ունեցել սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը։ Քննարկվել են գործադիր իշխանությանը վերաբերող կարգավորումները, սահմանադրության ընդունման փոփոխության եւ հանրաքվեի վերաբերյալ կարգավորումները։ Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից դպրոցական 18-ամյա Դավիթը 2 ամսով կալանավորվել է։ Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցը եկեղեցում հարվածում այսօր կալանավորված 18-ամյա Դավիթին։ Դավիթ Մինասյանը Արմավիր քրեակատարողական հիմնարկ չգործած գիտակցությունը կորցրել է, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքյանը վիրահատվել է, տեղեկությունը փոխանցել է նրա կինը։ Զելենսկին պետք է արդեն այսօր որոշում կայացնի Դոնբասից Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերման վերաբերյալ, հայտարարել է Դմիտրի Պեսկովը։ Իրաքում ԱՑՍ-ի հարձակման հետևանքով կրակ է բռնկվել Քաստրոլ ընկերության նավթային պահեստերում։ Աֆղանստանում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների եւ սողանքների պատճառով առնվազն 42 մարդ է զոհվել եւ եւս 66-ը ստացել են վնասվածքներ։